Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչու է ըստ ձեզ շանտաժ անում Փաշինյանը եւ արդյոք դուք այն մարդն եք, ում հետ նա կարող է շանտաժի լեզվով խոսել։ Եթե շանտաժով է պահում երկիրը, կարող է աթոռը լեկի գնա։ Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե զինվորիմա։ Ում է վախեցնում։ Բանվոր տասակարգի երեխաներին, որ գնան մահանա։ Միատեղեն ուրան է, թող կա ինքն է պատերազմի։ Եթե պատերազմի, ես համաձայն միատեղեն է թող կա։ Իմ տղեն 44 օրյա մասնակցեց, վիավոր եկել է։ Ինչ արել իմ երեխային։ Եթե ուզում է պատերազմ, ես էլ կմասնակցեմ, բայց ինքն ու յակնին է թող մասնակցեն, համաձայն։ Բայց ինչի համար պատերազմ ենք, ում համար։ Մեր հողերի վրա նստած ենք, մեր հողն է։ Թուրքի հողը չէ որ ես կրն պաշտպանում, իմ հողս է։ Չի կնային կպաշտպանի խաղաղություն, թող ելնի։ Դրանք ինչ ասեմ, հեշտական իրանց մանիպուլյացիաներն է, տես կասե որ ես որ չնդրվեմ, ինչ որ կռիվ է լինելու, էս է լինելու, այն է լինելու, դրանք ինքը մանիպուլացնում է, որ ժողովուրդը իրեն ընտրի։ Թե չէ ինքը ուզում է իր աթոռը պահպանել, բայց ինքը կորցրել է այդ բաները։ Չունի ինքը կան ռեյտինգ, որ ինչ որ մի հատ Հայաստանի բան է Զարգետոշին, yani այս Հայաստանը այս տարածքում է։ Ну, ես էլ չեմ ուզել դրա մասին խոսալ вообще կներեք։ Հա, վախեցնում եմ մեզի պատերազմ, yani պատերազմ չեղեն որ եղնի։ Այդ 5000 երեխու գլուխ կերար պատերազմ չէր էլի, ինչ էր։ Մի նորից ինչի 5000, 6000 ռուսի մամոտ է։ Շանտաժ անում, երբ ինքը վարարական իրանություններ նման հայտարարություններ